Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ես Գեորգի Թումասյանն եմ Թբիլիսիից, Վրաստանի հայ համայնքային հարթակի նախագահ եւ այսօր կոչով եմ դիմում Հայաստանի Հանրապետության իշխանություններին բաց թողնեն Վրաստանի քաղաքացի Գեորգի Կինոյանին։ Ես հիմա մանրամասն կբացատրեմ, թե ինչու մասին է խոսքը, առաջերտին ասելով, որ մինչև հանրային այսպես կոչով դիմելը ես փորձել եմ եւ շարունակելու եմ փորձել քննարկել այս հարցը համապատասխան մարմինների հետ նրա համար, որ ճիշտ որոշում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության կողմից։ Պետք է նշեմ, որ սեպտեմբերի 3-ին 2025 թվականի ժամը 12:15 Հայաստանի Հանրապետությունի Լոռու մարզի Գոգավանի ուղղությամբ ուրեմն փորձել է անցնել սահմանը Վրաստանից պաշտոնական ձևաչափով ուրեմն անցակետի միջոցով Վրաստանի քաղաքացի Գեորգի Նոդարի Կինոյանը, որը ծագումով հայ է, սա պարզաբանվել է, հստակ է, հաստատ է, երկու իր ծնողներ հայ են ծագումով, իհարկե հաշվի առնելով, որ ծնողները Գուրիայի շրջանից են եւ Աճարայից, որտեղ որ հայկական բնակչությունը շատ քիչ է, իրանց ինտեգրման մակարդակը լրիվ ուրիշ է վրացական հանրության մեջ եւ որը այն է, որ սա հաստատված տեղեկատվություն է եւ մենք ջանքեր ենք տրամադրելու ոչ միայն հանդեպ ինչպես Վրաստանի քաղաքացի, դա բավարար է իրականում եւ որևէ ազգությամբ հայ լինելը այստեղ անհրաժեշտ չէր, բայց հաշվի առնելով, որ ինքը նաեւ մեր հայրենակիցն է, ազգությամբ հայ է, առավել եւս ջանքեր ենք տրամադրելու այս ուղղությամբ, որովհետեւ իրան ձերբակալել են սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության մուտք գործելու ուրեմն ժամանակ եւ սա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների նախաձեռնությամբ հետախուզման մեջ գտնվելու պատճառով եւ օրեր անց ուրեմն օրեր անց մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը խոսք է գնում Վանաձորի դատարանի մասին սեպտեմբերի 6-ին փաստացի դատավոր Սեփխանյանի որոշումով ուրեմն իրան 40 օր կալանում են տվել եւ այդ կալանքի հետևանքով ինքը մինչև հիմա գտնվում է Վանաձորի բանտում, իսկ իր իրավունքներով զբաղվում է Հելսինկյան ուրեմն ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ մենք իհարկե շատ շնորհակալ ենք բոլոր այն ջանքերի համար, որը հայ մարդու իրավունքների պաշտպանները ուղղում են Գեորգի Կինոյանի ազատելու նպատակով։ Խնդիրը նրանում է, հարգելի հայրենակիցներ, որ Գեորգի Կինոյանը եղել է 2022 թվականին Ուկրաինայում, որտեղ որ ուրեմն ինքը մեկնել էր իր աջակցությունը հայտարարելու ուկրաինական կողմին եւ թե ինչպես է աջակցել դա առանձին հարց է, ինքը իր ցուցմունքում, որը նաեւ ընտանիքը ունի, հստակ նշում է, որ մարտական գործողություններում մասնակցություն չի ունեցել, հումանիտար ուղղությունով է աջակցությունը տրամադրել, բայց դա իմ քննարկելու հարցը չէ, իմ քննարկելու հարցը այն է, որ այս որոշումը ձերբակալման ուրեմն Գեորգի Կինոյանի տեղի ունեցել ուրեմն ուշադրություն փաստաթղթում դատարանի վճռում գրված է հենց այսպես եւ ձեզ հիմա ես մանրամասն կկարդամ ճակերտներում ՌԴ այսինքն Ռուսաստանի Դաշնության Դոնեցկի ժողովրդավար հանրապետության Գերագույն դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրի ուրեմն համապատասխան կետով։ Հարգելի հայրենակիցներ եւ հարգելի Հայաստանի իշխանություններ, ուրեմն ինչ է նշանակում, որ Հայաստանի դատական համակարգը ձերբակալում է Վրաստանի քաղաքացուն, մեր քաղաքացուն, եւ առանձին հարցը Վրաստանի իշխանությունների հետ ուղղությունով ինչ են անում, ՌԴ Դոնեցկի ժողովրդավար հանրապետության Գերագույն դատարանի որոշումով, եւ դուք դա գրում եք փաստաթղթի մեջ, ինչ ՌԴ Դոնեցկի ժողովրդավար հանրապետություն, երբ է Հայաստանի Հանրապետությունը ճանաչե Դոնեցկի ժողովրդավար հանրապետություն, էն էլ ՌԴ կազմում։ Սա
միջազգային սկանդալ է, որովհետև եթե սա հանրության տարածվի, ինչ ընտանիքը ուզում է անել, բայց ես փորձում եմ, որ դա տեղի չունենա, պահպանելով Հայաստանի միջազգային իմիջը, ձեզ ասում եմ հստակ, բաց թողեք մեր քաղաքացուն, որովհետև այն ինչու հիմքի վրա դուք ձերբակալել եք Վրաստանի քաղաքացուն, դա ոչ միայն կեղծիք է, Ռուսաստանի Դաշնությունը չունի սուվերենություն ձերբակալի մարդկանց Ուկրաինայի տարածքում գտնվելու համար, այլ այն, որ դուք այստեղ գրել եք Դոնեցկի ժողովրդավար հանրապետություն, փաստացի դրանով գնալով ամբողջ միջազգային հանրության դեմ, մի հատ էլ դրան ՌԴ Ռուսաստանի Դաշնության ձևաչափ եք տվել, դա սարսափելի մեծ սխալ է, եւ ես հուսով եմ, որ սա հանրությանը ճանաչելի նկատի ունեմ օտար պետությունների համար, միջազգային հանրության համար, չի դառնա, որովհետև դուք կազատագրեք ուրեմն կալանքից Գեորգի Կինոյանին։ Կա երկու տարբերակ այստեղից, Գեորգի Կինոյանին կարող է երկար ժամկետով պահեն բանտում կամ շուտ ազատեն, բայց կա ամենավատ սցենարը, որը ես պետք է ընդգծեմ, կարմիր գիծը Հայաստանի իշխանություններին եմ կոչում եւ հստակ ասում, կարմիր գիծը, եթե դուք իրան փոխանցեք Ռուսաստանին, անսպասելի աննախադեպ հետևանքներ է սա ունենալու Վրաստանում հակահայկական, հակահայաստանյան, հստակ ասեմ, Հայաստանի իշխանությունների նաև դեմ։ Վրաստանի ժողովուրդը, եթե դուք փոխանցեք իրեն Ռուսաստանին, ունենալու է սարսափելի արձագանք դրա վրա, եւ ես չեմ ուզում նույնիսկ պատկերացնեմ այն իրավիճակը, որը ստեղծվելու է այստեղ, որովհետև կան արդեն մարդիկ, ով նախազգուշացնում են, որ հանկարծ սա չպետք է տեղի ունենա։ Ուստի ես Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում առաջի հերթին բացառել մեր քաղաքացի, Վրաստանի քաղաքացի Գեորգի Կինոյանին Ռուսաստանին հանձնմանը, երկրորդը շուտապույտ կազմակերպել իր ազատ արձակումը, որովհետև սա անօրինական է, սա հակաիրավական է, սա հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային առումով ձեր պարտականությունները, որը այս իրավական համակարգում ունեք, որևէ ձևով այդ պարտականությունները չի նշանակում, որ դուք պարտականություն ունեք ճանաչել Ռուսաստանի ճակերտներում ՌԴ Ռուսաստանի Դաշնության Դոնեցկի ժողովրդավար հանրապետության գերագույն դատարան, այդպիսի դատարան գոյություն չունի, որովհետև գոյություն չունի Դոնեցկի ժողովրդավար հանրապետություն Ռուսաստանի Դաշնության կազմում, կա այդպիսի բան։ Դոնեցկի շրջանը Ուկրաինայի մաս է, Հայաստանի Հանրապետությունը միջազգայինորեն սա ճանաչում է, սա նորություն չէ։ Ուստի եւս մեկ անգամ մեղմ դիվանագիտորեն այս հարցը լուծելու համար ես ձեզ կոչ եմ անում բացառել իր փոխանցումը Ռուսաստանին, ազատ արձակել Գեորգի Կինոյանին, ինչքան կարելի է ավելի շուտ հայկական բանտից։ Չի կարելի թույլ տալ, որ այս թեման դառնա հայ-վրացական հարաբերությունների համար խնդիր եւ Հայաստանի Հանրապետության միջազգային հեղունակության համար խնդիր, ինչը լինելու է, եթե դուք սխալ որոշում կայացնեք։ Եվ ես պետք է հստակ նշեմ այստեղ նաև հարգելի հայրենակիցներ, որ հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները ճիշտ որոշում կկայացնեն այս ուղղությամբ, հասկանալով իրավիճակը եւ իրավիճակի կարեւորությունը, չնայած նրա, ինչ մոտեցում ունեն Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանությունները։ Ես չեմ բացառում, որ Վրաստանի իշխանությունները ոչ միայն ջանքեր չտրամադրեն, որ Գեորգի Կինոյանին ազատեն, այլ հակառակը կարող է նույնիսկ դեմել չլինեն, մեղմ ասած, որ Հայաստանը փոխանցի Վրաստանի քաղաքացուն Ռուսաստանին, նրա համար, որ սահմանափակեն ուրիշ վրացքի գնալը Ուկրաինա, եւ ասեմ ձեզ, որ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն իրենց միջազգային հեղինակությունը, իշխանությունների նկատի ունեմ, նաև մեր Հայաստանի իշխանությունը, ուրեմն միջազգային հեղինակությունը, որովհետև այս պետությունը միայն իշխանությունների սեփականությունը չէ, բոլոր հայերի սեփականությունն է, կարծում եմ դա պարզ է, եւ միևնույն ժամանակ իհարկե բացառել հայ-վրացական հարաբերություններում առաջին մարդկային առումով, որովհետև Վրաստանը հաստատ համոզեցնում եմ ձեզ, Վրաստանը Վրաստանի այսօրվա իշխանությունները չեն։ Ես ձեզ համոզեցնում եմ դրանում։ Ես պատկերացնում եմ, որ դուք շատ վատ պատկերացումներ ունեք Վրաստանում իրականում ինչ է Վրաստանի հանրությունում տեղի ունենում եւ գնահատում եք սա ըստ նրա
ուրեմն ով է Վրաստանի իշխանությունում, բայց ասեմ ձեզ, որ վրաց ժողովուրդը չի ներելու այս գործակալներին մեր պետական շահերի հանձնումը Ռուսաստանին, այս փոքրիկ իրականում խմբակին, որը վրաց ժողովրդից այսօր սուվերենությունը մեր պետության վրա խլել է եւ հանձնել է Ռուսաստանին եւ մեծամասնությունում շատ մեծամասնությունում իրական վրաց ժողովուրդն է։ Ուստի եւս մեկ անգամ սա կոչ է եւ գիտենալով, որ մոտակա ժամանակներում ընտանիքը պատրաստվում է արդեն քայլերի անցնել այս ուղղությամբ, ես ուղղակի ձեզ կոչ եմ անում, որ գուցե հոկտեմբերի 4-ից հետո, բայց շուտապույտ հոկտեմբերի 4-ից հետո ուրեմն ազատեք մեր քաղաքացու Գեորգի Կինոյանին, սա որևէ ձև ուրեմն բացատրել եւ ասել, որ սա ընդունելի է, չի ստացվի, ուստի այս որոշումը շատ կարեւոր է, ես շնորհակալ եմ ուշադրության համար, շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, եթե ընդգծում եմ, հաշվի առնեն այս կոչը եւ եթե մենք կոնստրուկտիվ լուծենք այս հարցը։ Շնորհակալություն։